Տեղ համայնքի Խոզնավար գյուղը այս անգամ ոչ թե լարված լռությամբ, այլ աշնան 7 գույների տոնական շնչով էր զարկերակի մեջ։ Ուրախ ձայներ, ժպիտներ, ծափողջուններ էին լցրել գյուղի կենտրոնը։ Ամիսներ շարունակ հակառակորդի կրակոցների անորոշության ու սպասման պայմաններում ապրած Խոզնավարը մի օրով դարձավ բաց երկնքի տակ ստեղծված բեմահարթակ, համայնքի ուժն ու միասնությունն արժևորող տոնով։ Ոսկե աշնանը Խոզնավարի սեղանները փայլում էին գունավոր խճանկարների պես լիավանդական ուտեստներով ու հոտերով, որոնք միավորում էին Սյունիքի անցյալն ու ներկան։ Ավանդական դարձած ավելուկի, ղափամայի, տնական հավի ու ժենգյալով հացի կողքին խորոված, համեմված խնձորները փայլում էին տեղացիների քամած մեղրի տակ, իսկ տարեց տատիկների պատրաստած աղանձն ու Սյունիքի ավանդական թոնրի ճաշը խոզի մսով հրապուրում էին յուրահատուկ հոտով։ Խոզնավարի լոբով պատրաստված պաշտետն էլ զարդարված էր մեղր ու նռան հատիկներով, իսկ փախլավան ու գաթան լրացնում էին սեղանների տոնական տեսքը։ Աշնան 7 գույներ միջոցառումների ծրագրում արդեն ավանդույթ են դարձել համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի մասնակցությամբ կազմակերպվող խաղերը, սակայն Խոզնավարի օրն առանձնացավ հատկապես իր հումորային դրվագներով։ Գյուղի երիտասարդների բեմադրած կիսաբաց լուսամուտներ ներկայացումը, որտեղ գլխավոր կերպարը համայնքի ղեկավարն էր, իր ղեկավարած 7 գյուղերի վարչական ներկայացուցիչների հետ դարձավ միջոցառման ամենաթարմ ու աշխույժ պահերից մեկը։ Այն պարգևեց անկեղծ ծիծաղ, բարձր տրամադրություն եւ հիշեցրեց, որ տոնը երբեմն ծնվում է հենց համայնքային միասնականությունից։ Ակյուրովա, Allah, Ռուստե Allah, Արբալա, դու հյուրացանայես, լև, դա կարևոր չելը լսի, այդ դիզը է ձեր կողքին էներգիան են կան շատ սպասի, վեր քարերնել են խոսում։ Տոնական սեղաններին հյութերի ու խմիչքների պակաս էլ չկար, բայց Խոզնավարի մուսկատի գինին առանձնահատուկ դեր ուներ։ Տեղաբնակները հյուրերին հորդորում էին կանգ առնել ու խմել գինին, որտեղ ըստ նրանց ամեն կումի մեջ հիշողություն է, պատմություն եւ սահմանապահ գյուղացու կյանքի փոքրիկ զգացում։ Այս ինչ է։ Գինի։ Այստեղ եք պատրաստում։ Հա։ Դուք եք։ Այս հեղինակը։ Ոչ։ Խաղողա։ Հա։ Խաղողաճումա։ Հա։ Մուսկատ։ Մեր այս գինին ոչ միայն լրացնում է տոնի համը, այլ փոխանցում գյուղի շունչը, խաղաղության, դիմացկունության ու հյուրընկալության համով նշում են տեղաբնակները։ Մուսկատ տեսակի խաղողա։ Մեր հայատը կա։ Խաղում ենք, լցնում ենք տազերի մեջ, ձեռով չմռնում ենք, լցնում ենք բոշկի մեջ։ Ու բոլորին հյուրասիրում եք։ Մի 10-15 օրից հետո գալիս է, գնում ենք քաշում, այս տանոքն էլ ծառի տակ դրած։ Գինի քաշում ենք ու խմում, հյուրասիրում ենք բոլոր եկողներին։ Հյուրերին։ Այսօր ոսկե աշնան տոնն է ձեր գյուղին։ Շնորհավոր եմ գյուղացիներին եւ բոլոր տեղ համայնքի բնակիչներին։ Ես շնորհավոր եմ այո։ Տեղ համայնքի գյուղապետին, որ ձեռնարկել այս բանը զարկել ենք արարողությունը։ Ու խաղաղություն լինի մեր Խոզնավարին, մենք լավ կապնենք ու սահմանը կպահպանենք։ Նախ շնորհակալ եմ այս ուրախ օրը մեզ հետ կիսելու համար։ Խոզնավարցիները շատ մեծ ակնկալիքներով, մեծ սպասումներով պատրաստվել էին այս միջոցառմանը։ Այո, իհարկե, կարծում եմ, այո, բոլորը հյուրասիրվում են, բոլորը գոհ են, շատ համեղ է ամեն ինչ։ Բոլորը մեծ ուժերով պատրաստվել են ու մենք ուրախ ենք։ Միշտ այսպիսի միջոցառումներ թող շարունակական լինի, բոլորը համենան, բոլորը հյուրասիրվեն ու բոլորը ամբողջ Հայաստանը իմանա Խոզնավարի տեղը քարտեզում։ Մեծ տպավորություններ ունեմ, որովհետև այսպիսի բան շատ քիչ է լինում։ Ես մեծ բավականություն եմ ստանում ու մանավանդ նրանից, որ մասնակցում եմ, օգնում եմ ընկերներիս ու իմ գյուղը մեծ պատվով ներկայացնում եմ։ Ես շնորհավորում եմ բոլոր 7 գյուղերին, որը դեռևս պետք է միջոցառումները կատարվեն։ Այսօրվա տոնը ոնց անցավ ձեզ համար։ Շատ ուրախ։
ամեն լավ, աշխարհի ամեն լավ բաներն էր այսօրվա օրը։ Խոզնավարում յուրաքանչյուր ելույթ փոքրիկ հաղթանակ է, իսկ յուրաքանչյուր ծափ հաստատում, որ կյանքը սահմանին էլ կարող է ժպտալ։ Մեր համայնքի ուժը հենց այս մարդկանց մեջ է, ասում է տեղ համայնքի ղեկավար Դավիթ Հուլունցը, ընդգծելով, որ նման միջոցառումները ոչ միայն պահպանում են գյուղի ավանդույթներն, այլ նաև ուժ ու վստահություն են տալիս սահմանապահ բնակիչներին։ Ինչպես ասում են, կենացները քաղցրանում են, ես իրոք Խոզնավարում այսպիսի միջոցառում չեմ տեսել եւ այսպիսի ուրախություն չեմ տեսել։ Խոզնավարցին այսօր անկոտրուն է, Խոզնավարցին այսօր հաղթել է։ Ինչ եմ ուզում ասեմ, կեցե Խոզնավարը, կեցե տեղ համայնքը եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Հաջորդ գյուղը լինելու է Անդրկովկասյան ամենամեծ գյուղը Արավուսը, հետո վերջնական վերջում կլինի տեղ գյուղը։ Տոնական օրն ավարտվեց գունեղ տպավորություններով ու միասնության զգացումով։ Տեղ համայնքում աշնան 7 գույները շարունակում է իր շրջայցը եւ արդեն նոյեմբերի 24-ին միջոցառումը կանցկացվի Արավուս գյուղում նոր գույներով, նոր պատմություններով եւ նույն անսպառ գյուղական ջերմությամբ։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։